Ողջունում եմ բոլորիդ, հերթական անգամ մարտական եղբայրության քննարկումների շարքերից մեկում, որը վերաբերում է մարդու ազատություններին եւ ընդհանրապես ազատություններին, ազատության գաղափարին։ Խոսենք ազատության իմաստի մասին, թե ինչու է դա կարևոր, կանադառնանք ազատության վերաբերյալ փիլիսոփայական մոտեցումներին եւ կհասկանանք, թե որ մոտեցումն է, որ ավելի մոտ է Հայաստանին եւ Հայաստանի կարիքներին։ Ազատությունը մեկ իմաստ, մեկ բովանդակություն չունի։ Տարբեր փիլիսոփայական համակարգերում ազատության վերաբերյալ բնորոշումները եւ բովանդակությունը տարբեր է։ Այսօրվա աշխարհը, որտեղ որ մենք ապրում ենք, հիմնականում տիրապետող փիլիսոփայական բովանդակությունը ազատության ձախ լիբերալ մոտեցումներն են, այդ բովանդակությունն է։ Դրան կանադառնանք նաև մի քանի այլ փիլիսոփայական համակարգերի։ Սկսենք Ֆրիդրիխ Նիչեից, որտեղ ժամանակագրական առումով մի քիչ հետո առաջ կանենք, ժամանակագրական խիստ հետագծի չենք հետևի։ Նիչեի կարծիքով ազատությունը ինչպես արտաքին, ուրեմն ճնշումներից ազատությունն է, այնպես էլ մարդու ներքին ինչ որ խոչընդոտների պահանջներից ազատությունն է։ Նիչեն ազատության հարցը կապում է անձի ինքնիշխանության հետ, այսինքն ազատ մարդը այն մարդն է, ով իր ինքնիշխան իրավունքով իր համար ստեղծում է օրենքներ, բարոյական սկզբունքներ եւ ինքը ենթարկվում է իր ստեղծած օրենքներին։ Ազատ մարդը նաեւ ինքնահաղթահարում անցած մարդն է իր թուլությունների նկատմամբ, իր թերությունների նկատմամբ եւ մի հետաքրքիր բնորոշում ունի, նա ասում է, որ ազատությունը պահանջում է ուժ։ Սա շատ հետաքրքիր է, իր արմատներով նույնիսկ դարերի խորքն է գնում։ Այսինքն Նիչեն գտնում է, որ ազատ լինելու համար մարդ պետք է լինի ուժեղ, բարոյապես ուժեղ, կամքով ուժեղ, գիտելիքով ուժեղ, թեկուզ իր ներքին հնարավորություններով ուժեղ։ Ազատությունը, ինչպես նշեցի, ըստ Նիչեի ինքնահաղթահարումից հետո է ձեռք բերվում։ Մյուս փիլիսոփային հիմա կուզեմ անդրադառնամ ու համեմատեմ նաև Նիչեի հետ, ավստրիացի փիլիսոփա 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի Ռուդոլֆ Շտայները, որը առանձին աշխատություն ունի նվիրված ազատությանը, կոչվում է ազատության փիլիսոփայություն, ընդհանրապես փիլիսոփաների մեջ դա կարծում եմ եզակի երևույթ է, երբ առանձին ազատության նվիրված մեծ աշխատություն կա գրված։ Շտայները գտնում է, որ ազատ գործողությունը ազատ է ոչ միայն արտաքին հարկադրանքից, այլև ներքին թելադրանքներից։ Այսինքն արտաքին հարկադրանք է օրինակ բարոյական հասարակության բարոյական պահանջները, պետության օրենքը, պետության ձեռքը, էթիկական ինչ-որ նորմեր, իսկ ներքին թելադրանքները արդեն մարդու ներսի մոլություններն են, մեծ ցանկություններն են, կրքերն են, ինչ-որ անզուսպ հակումներն են, որոնցից ազատ գործողությունն է, որ կարող է համարվել ազատ։ Շտայների կարծիքով ազատ գործողությունը մինչև վերջ գիտակցված գործողություն է, այսինքն չգիտակցված գործողությունը, բնազդով ինչ-որ կատարվող գործողությունը լիովին ազատ գործողություն չի կարող համարվել։ Ի տարբերություն Նիչեի, Շտայները գտնում է, որ ավելի այսպես փափուկ անցում է նախատեսում մարդու ազատության համար, ոչ թե ուժային կերպով հասնել ազատության, այլ ինքնակատարելագործման, ինքնահղկման միջոցով հասնել ներքին մոլություններից, ներքին թելադրանքներից եւ արտաքին պահանջներից ազատ գործողության կատարման։ Ավելի փափուկ անցում է, ավելի գիտակցված, ավելի ինքդ քեզ հետ հաշտ լինելով հասնել ազատ գործողությունների։ Այստեղ եթե օրինակներ բերենք, այստեղ նշեմ նաեւ, որ Շտայների կարծիքով ազատ գործողությունը խիստ անհատականացված է եւ իրադրության հետ է նաեւ կապված, այսինքն նույն գործողությունը եթե կատարում ենք տարբեր իրադրություններում, մի դեպքում կարող է համարվել ազատ, մյուս դեպքում ոչ,
կամ նույն գործողությունը, եթե մեկ անձը կատարում է իր համար կարող այն համարվել ազատ, մյուսի համար ոչ։ Օրինակ բերենք, օրինակ մի ինչ-որ աղջիկ որոշում է մազերը կարմիր ներկել, դա այն հասարակությունը, որտեղ դա ընդունված չէ, կարող է տարօրինակ համարվել, այդ հասարակությանը դեմ ընդվզում կարող է լինել մի դեպքում ու հաղթահարում այդ հասարակության բարոյական էթիկական պահանջների, այսինքն արտաքին շերտից դա ազատ որոշում կարող է լինել։ Բայց եթե ներքին մղումը այդ որոշման բխում է նրանից, որ ընդամենը հակառակվելն է հասարակության պահանջներին, ըստ Շտայների դա չի կարող համարվել ազատ գործողություն, որովհետև ազատ գործողությունը պիտի լինի լիովին գիտակցված, պիտի լինի անձի բուն էությունից բխած, մաքուր էությունից բխած։ Եթե կարմիր ներկելը այդ անձի էությունից է բխում, իր ցանկությունն է, իր համար դա գեղեցիկ է եւ ոչ միայն մղում է հակառակվելու արտաքին թելադրանքին, ապա դա կարող է համարվել ազատ գործողություն։ Մեկ ուրիշը եթե նույն գործողությունը կատարում է զուտ մղված արտաքին կապանքներից ձերբազատվելու համար, դա արդեն չի կարող համարվել ազատ գործողություն։ Սա էլ շատ կարևոր ներբերանգ է ազատության հարցը հասկանալու համար։ Եթե մենք մի քիչ հետ ենք գնում դեպի 18-րդ դարի վերջ, այնտեղ դիտարկում ենք ամերիկյան հեղափոխությունը 1776 թվականին եւ ֆրանսիական մեծ հեղափոխությունը 1789 եւ հետագա տարիների, այսինքն որոնք նոր ժամանակի սկիզբը դրեցին, նրանք լինելով իրար մոտ ազատության հարցերում նաև արմատապես տարբեր նաև գաղափարներ ունեին։ Ֆրանսիական հեղափոխությունը ի տարբերություն Նիչեի եւ Շտայների խոսում է միայն արտաքին հարկադրանքից, պետության հարկադրանքից կամ միապետի հարկադրանքից ազատության մասին, ու կարելի է ասել չի խոսում ընդհանրապես ներքին թելադրանքից ազատության մասին։ Ազատությունը ըստ ֆրանսիական հեղափոխության նաև կապված է հավասարության հետ եւ ինչ որտեղ նաև արդարության հետ։ Այսինքն ֆրանսիական հեղափոխությունը բերում է մարդուն ազատություն միապետի հարկադրանքից, տալով նրան նաև հավասարություն։ Այս ազատության եւ հավասարության կապի մասին էլ կխոսենք։ Անտեսված է ամբողջությամբ, ինչպես ասեցի, ներքին թելադրանքից ազատությունը եւ այսօրվա աշխարհի հիմքում հենց ֆրանսիական հեղափոխության տրամադրած փիլիսոփայական բովանդակության վրա կառուցված ազատությունն է, որ իշխում է, այդ ձախ լիբերալ ֆրանսիական հեղափոխության վրա Մարքս եւ Էնգելսը իրենց փիլիսոփայությունը կառուցեցին, որի հիման վրա էլ արդեն կոմունիստական գաղափարախոսությունը զարգացավ, ստեղծվեց սովետական միությունը, որն էլ մեծ ազդեցություն ունեցավ նույնիսկ արևմտյան գաղափարախոսության վրա։ Եվ այս ամբողջ համակարգը ձևավորեց արդի ազատության մասին պատկերացումը, որը, ինչպես նշեցի, գլխավորապես արտաքին թելադրանքից ազատության մասին է։ Սրա հետևանքով, երբ որ հաշվի չես առնում ներքին արգելանքներից, ներքին, ուրեմն մոլություններից ազատության գաղափարը եւ գործողությունները, առաջանում են տարօրինակ ազատության դրսևորումներ, որոնք արտաքին բարոյական նորմերից կամ պետության պահանջներից միգուցե ազատ են, բայց լիովին գիտակցված գործողություններ չեն, ազատ չեն ներքին թելադրանքներից եւ մոլություններից եւ ընդհանրապես հակառակվելու մղումից բխած գործողություններ շատ դեպքերում կարող ենք համարել։ Ինչպես նշեցի, ամերիկյան հեղափոխության բովանդակությունը ազատության վերաբերյալ որոշակի տարբերություններ ունի ֆրանսիական հեղափոխությունից, ըստ ամերիկյան այդ փիլիսոփայության մարդը պետք է ազատ լինի նաև պետության չափից դուրս միջամտությունից, ի տարբերություն ֆրանսիական հեղափոխության, որը նույնիսկ խոսում է պետության կողմից պարտադրված ազատության մասին եւ պետության կողմից հասարակության համար ազատության կառուցումից, հսկումից եւ հավասարության ստեղծումից, ամերիկյան հեղափոխությունը խոսում է, որ պետության դերը հասարակության կյանքում եւ մարդու կյանքում
պետք է սահմանափակվի ազատության պաշտպանությամբ եւ հնարավորինս դրանից սահմանները չխախտի։ Այսինքն փոքր պետությամբ ազատության հասնելու գաղափարի մասին է խոսում։ Ֆրանսիական հեղափոխության հայտնի կարգախոսը ազատություն, եղբայրություն եւ հավասարություն, այս երեք գաղափարներից երկուսը ազատությունը եւ եղբայրությունը մարդկությանը վաղուց հայտնի գաղափարներ են, մարդկության պատմության մեջ քննարկված, փիլիսոփաների մեջ քննարկված, իմաստավորված գաղափարներ են եւ հազարամյակների փորձով իրենց կենսունակությունը ապացուցած գաղափարներ, ազատության մասին դե իհարկե գիտենք, հունական փիլիսոփայության մեջ, հնդեվրոպական փիլիսոփայության մեջ, իսկ եղբայրությունը այդ միջնադարյան ասպետական միաբանություններում արտահայտված եւ մշակված գաղափարեր, իսկ այ հավասարության գաղափարը առաջին անգամ հենց ֆրանսիական հեղափոխությունը առաջ բերեց։ Ինչ որտեղ պատմությունից կտրված գաղափարեր, նաև հեղափոխական գաղափարեր, հեղափոխական մեթոդներով մարդկությունը եւ հասարակությունը վերաձևելու համար առաջ բերված գաղափարեր։ Բայց հավասարությունը եւ ազատությունը մեկ տեղում չեն կարող գոյացել։ Նրանք իրար հակասող գաղափարներ են։ Մենք պիտի ընտրենք ազատությունը կամ հավասարությունը։ Որովհետեւ եթե մենք ընդունում ենք, որ մարդիկ ծնվում են անհավասար, մեկը բոյով, մեկը կոլոտ, մեկը մի փոքր ինտելեկտուալ կարողություններով առավել, մեկը պակաս, մյուսը երաժշտական ձիրք ունեցող, լավ ձայն ունեցող, մեկը ոչ, մեկը նկարելու ձիրք ունեցող, մեկը դեպի արհեստները ձիրք ունեցող, իսկ մյուսը ոչ, ապա ազատության մեջ եթե նրանք դրսևորում են իրենց կարողությունները, նրանք տարբեր արդյունքների են հասնում։ Եվ ֆրանսիական հեղափոխությունը եթե առաջ է բերում հավասարեցման գաղափարը, հավասարության գաղափարը, եւ պետության ձեռքին տալիս է լիազորություն եւ իրավունք հավասարություն ապահովելու, ապա պետությունը այդ հավասարությունը ապահովելու համար սկսում է սահմանափակել մարդկանց ազատությունները։ Եվ այստեղ արդեն երևում է, որ ազատությունն ու հավասարությունը մեկտեղ չեն կարող գոյություն ունենալ։ Հավասարությունը նաեւ շատ հաճախ հենց արդարության հոմանիշն է։ Օրինակ մարդիկ բողոքում են արդարության բացակայությունից, երբ որ ասում են այսինչը լավ գիտնական է, այդքան ուսումնասիրություններ է արել, տարբեր համալսարաններ է ավարտել, դոկտորական է պաշտպանել, բայց ավելի քիչ է վաստակում, քան օրինակ մեկ ուրիշ երգիչ կամ գործարար, որը շատ դեպքերում նույնիսկ կարող է հազիվ ընդամենը տառաճանաչ լինել։ Այսինքն արդարության հարց են այստեղ բարձրացնում զուգորդելով հավասարությանը։ Բայց եթե մենք ընդունում ենք ազատության փիլիսոփայությունը, ազատությունը որպես ներքին կապակներից ազատություն եւ արտաքին հարկադրանքից ազատություն, ապա մենք պետք է ընդունենք, որ ազատության բերած արդյունքները չեն կարող գնահատվել հավասարության, արդարության տեսակետից։ Դրանք ուղղակի ազատության բերած արդյունքներ են, որոնք պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին կան։ Հակառակ դեպքում պետք է սկսենք սահմանափակել ազատությունը։ Եթե ավելի հետ գնանք դարերի խորքը, քննարկենք հնդեվրոպական համակարգը ազատության վերաբերյալ, եւ Հայաստանն էլ քանի որ հնդեվրոպական երկիր է, հայ ժողովուրդը քանի որ հնդեվրոպական արմատներ ունի, քննարկելով հին հունական փիլիսոփայությունը, գերմանական գաղափարները, հին կելտական գաղափարները, հնդարիական գաղափարները, այստեղ տեսնում ենք, որ ազատության գաղափարը սերտորեն կապվում է արժանապատվության պաշտպանության գաղափարի հետ, այսինքն հնդեվրոպական փիլիսոփայությունը գտնում է, որ ազատ մարդը իր արժանապատվությունը պաշտպանելու ունակ մարդն է եւ ամեն կերպ պետք է նա կարողանա իր արժանապատվությունը, իր ազատությունը պաշտպանել եւ դրա համար նա պետք է լինի զինված։ Հնդեվրոպական հասարակությունները ընդհանրապես ազատ հասարակություններ էին, որին համայնքի ներսում ստրկությունը անծանոթ երևույթ էր։ Վաղ միջնադարում մենք գիտենք, օրինակ հայկական հասարակությունում ազատների դաս կար, այստեղ ազատների դասը այդ դասի անունն է հենց, այլ ոչ թե մարդու ազատությունն է, չնայած իրար հետ փոխկապակցված են։ Շինականները, որոնք ազատների դասից ցածր են, եւս ազատ էին, նրանք ստրուկներ չէին, նույնիսկ հող կարող էին ունենալ, մասնակցեին որոշումների կայացմանը։
բայց ավելի ցածր են որոշակիորեն, քան ազատների դասը։ Եվ ազատների դասը այդ ցածր ազնվականների դասը, զինվորականության դասը, որոնք զենք կրելու իրավունք ունեին, ավելի մեծ հողամասերի մասնավոր սեփականության իրավունք ունեին եւ ավելի մեծ իրավունքներ ունեին մասնակցելու որոշումների կայացմանը ու որոշակի առումով ազատը այստեղ ազնվականության հոմանիշ է նաեւ։ Այստեղ ընդօրոպականության այդ արմատի հետ կապը մենք տեսնում ենք ազատ մարդ, այսինքն ազնվական մարդ, ով ունի զենք կրելու իրավունք, ունի սեփականության իրավունք եւ այստեղ հասկանում ենք, որ նույնիսկ մեր նախնիները հասկացել են, որ որպեսզի մարդը լինի ազատ, ինքը պետք է ունենա իր ազատությունը զենքով պաշտպանելու հնարավորություն եւ տնտեսական ինքնիշխանություն, այսինքն մասնավոր սեփականություն։ Հետագայում ֆրանսիական հեղափոխության բերած գաղափարների ազդեցության տակ մարդիկ զրկվեցին զենք կրելի իրավունքից եւ մասնավոր սեփականությունից, այդ կոմունիստական հասարակարգը որպես այդ գաղափարի խոսության գագաթնակետ։ Եվ զենք կրելու իրավունք չունեցող, մասնավոր սեփականություն չունեցող մարդը դառնում է ընդհանրապես անազատ մարդ։ Ահա այս փիլիսոփայությունը, եթե ամփոփենք, արդի ազատության գաղափարախոսությունը իմ կարծիքով մերժելի է եւ հայկական հասարակության համար, ընդհանրապես մարդկության համար ավելի շատ կաշկանդող եւ անազատություն բերող ազատություն է, չնայած անունը ազատություն է, քան թե այն իրական ազատությունը, որի մասին խոսում էին Ռուդոլֆ Շտայները, Ֆրիդրիխ Նիցշեն եւ հնդեվրոպական փիլիսոփայական համակարգը։ Ի տարբերություն ներկա ազատ համակարգի, որը գլխավորապես արտաքին կապանքներից հարկադրանքից ազատության մասին է, խոսք է գնում ներքին կապանքներից, մոլություններից ազատության մասին եւ ներքին ինքնահաղթարման մասին, գիտակցված ազատության մասին, ոչ ինքնանպատակ ազատության մասին ու ինքնահաղթման միջոցով նույնիսկ ներքին կապանքներից ազատ գործողությունների մասին։ Ահա այս ազատ համակարգը, եթե հաստատվի Հայաստանում, այս մոտեցումը ազատության վերաբերյալ, որը ավելի շատ հանդես է գալիս դասական լիբերալիզմի եւ նաեւ պահպանողականության գաղափարախոսության մեջ, առավել նպատակահարմար է Հայաստանի համար եւ կօգնի կառուցել ավելի ամուր պետություն եւ ներսի ազատ մարդու ազատությունը կպրոյեկտի նաև պետության անկախության եւ ինքնիշխանության վրա, որովհետեւ եթե Հայաստանում մարդիկ սեփականատեր են, զինված եւ իրենց ներսում ազատ մարդիկ են, իրենք չեն կարող հանդուրժել նաև պետության ինքնիշխանության մակարդակից հացրեցում կամ անկախության կորուստ։ Այսքանը այդ փիլիսոփայական համակարգերի մասին, Կարենը կշարունակի արդեն։ Աշոտը եթե անդրադարձավ ազատության գաղափարախոսության փիլիսոփայական հիմքերին, հիմնականում ներկայացրեց համակարգերը, նրանց տարբերությունները, որոշ դրվագներով գուցե համաձայն չլինեմ Աշոտի արտահայտած մտքերի հետ, թեպետ հիմնականում համաձայն եմ։ Ես կփորձեմ խոսալ նախ ազատության, կարելի ասել, կենսաբանական հիմքերից, իսկ հետո նաև իրավական ասպեկտները քննարկեմ եւ քաղաքական դրսևորումները։ Պատահական չի, որ սահմանադրական իրավունքում կա հասկացություն հիմնարար ազատություններ գաղափար, կան հիմնարար ազատություններ եւ կան երկրորդական։ Ինչ են դրանք հիմնարար, ինչով են տարբերում երկրորդականներից, որոնց մասին այդ Աշոտը խոսած ձախ լիբերալ գաղափարախոսության կոնտեքստում հիմնարար են դրանք, որտեղ բխում են մարդու էությունից, Homo sapiens տեսակի էությունից։ Դրա համար եմ ասում, կենսաբանական հիմքեր ունեն։ Այլ կերպ նաև դրանց կոչվում էին բնական իրավունքներ, ուշ միջնադարում եւ վաղ լուսավորության դարաշրջանում իրավունքի բնական տեսություն գոյություններ կամ բնական իրավունքի կոնցեպտ տեսություն գոյություններ, որը հակադրվում էր պոզիտիվ իրավունքի կոնցեպտին, այսինքն բնական իրավունքի կողմնակիցները համարում են, որ ի բնե մարդուն բնորոշ են որոշակի իրավունքներ, հակառակ դպրոցը պոզիտիվիստները ասում են, որ չէ, պետքա պետությունը սահմանի իրավունք, որպեսզի մարդը իրավունք ունենա։
Վերջո որոշ ազատություններ, հա, իրավունքներ հələ չկոչենք դրանք, որոշակի ազատության, որոշակի դրսևորումներ իրոք բնական են, բնորոշ են մարդուն որպես homo sapiens տեսակի եւ դրանց դրսևորումները բազմաթիվ են, հա, սկսենք մարդիկ եթե հավատում են էվոլյուցիոն տեսությանը, որ մարդ տեսակը homo sapiens-ը ծագել է Եթովպիայի տափաստաններում, հետո տարածվել մոլորակով մեկ, այդ տեսակի տեսանկյունից հա գոյություններ տափաստան եւ գոյություններ այդ տափաստանում ազատ գործելու հնարավորություն, այսինքն մարդու էվոլյուցիան բնականաբար պետքա տեղի ունենար ազատության տրամաբանության մեջ։ Վերցնենք մեր լեռները, եթե ինչ-որ մեկ կարծում է, որ մարդ տեսակը առաջացել է որպես հայ տեսակ, հա, նույնպես այդ զգացողությունը տալիս են անվերջ լեռներ, անվերջ ազատություն, անվերջ հովիտներ եւ այլն, այսինքն մարդը իր բնական միջավայրում արդեն էվոլյուցիոն դարի էվոլյուցիայի տեսանկյունից ինքը կենսաբանական մակարդակի վրա ձևավորում է ազատության հակումներ։ Բայց մարդը ի տարբերություն մյուս կենդանիների նաև խիստ սոցիալական եւ քաղաքական էակ է եւ սիրում է իր կյանքը կարգավորել, հասարակությունը կանոնավորել եւ հենց այդ պահից է, երբ որ մարդ էակը փորձում է համադրել ի բնե իրեն բնորոշ ազատությունը, հա, ի բնե իրեն տրված գենետիկորեն իրեն տրված ազատությունը սոցիալական կարգավորման հետ, մենք ունենում ենք առաջին կոնֆլիկտը՝ ազատություն թե հավասարություն։ Այսինքն ցանկացած կանոնակարգում եւ կառավարում ենթադրում է որոշակի չափի ազատություն, սահմանափոխում եւ հավասարեցում եւ դրա դեմ անդադ պետքա մարդու բնական դրսևորումները ազատության պայքարեն։ Այսինքն սա, ասենց ասեմ, եթե Հեգելի փիլիսոփայության տերմինաբանությամբ արտահայտվենք, անվերջ դիալեկտիկական պայքար է, հակադրությունների միասնություն եւ այլն եւ այլն։ Հիմա հարց է առաջանում, թե լավ ի վերջո ազատությունը պետք է հաղթի, թե կանոնակարգումն ու կառավարումն ու հավասարեցումը։ Իրականում իմ կարծիքով եթե հավասարեցումը կամ կանոնակարգումը հասարակության մեջ տեղի ունենում ազատության հավասար չափաբաժնի բաշխման շուրջ, այսինքն իմ ազատությունը սահմանափակեն միայն այն կետում, երբ որ ես սկսում եմ խոչընդոտել այլ անձի ազատությանը, դա կարող է լինել միակ ազատության միակ արդարացի սահմանափակումը եւ դրանով իսկ կարող է ուրեմն ազատությունը հնարավորինս չհակադրվել կանոնակարգմանը եւ հավասարեցմանը, այսինքն հավասարություն պետք է լինի ազատության բարձր չափաբաժնի մեջ։ Եթե օրինակներ բերեմ, հա, օրինակ բոլորիս ասեմ, բոլորս ազատ ենք, այսինչ հարցում։ Ես տալիս եմ ազատություն եւ հավասարեցնում եմ բոլորին, քանի որ բոլոր տալիս եմ ազատության նույն չափաբաժինը։ Եթե ես ասում եմ բոլորս իրավունք չունենք անել ոչ մի բան, հա, այսինքն բոլորին ամեն ինչ սահմանափակում եմ։ Ես այդտեղ եմ բոլորին հավասարեցնում, բայց հավասարեցնում եմ անազատության մեջ։ Հետեւաբար հավասարեցման կամ ազատությունը կանոնակարգելու, չափավորելու միակ չափույթը, հա, արդարացի, դա այլ անձանց ազատությունն է եւ ստեղ ուրեմն ինքը ակադեմիական մակարդակի ճշմարտություն է կարելի ասել, բայց արի ուտես, որ նույնիսկ որոշ ազատության գաղափարը առաջ մղած համակարգերում, հա, օրինակ Եվրոմիությունում տենդենս կա ազատությունը, հատկապես տնտեսական ազատությունը չափից ավել ճնշելու։ Այսինքն այնտեղ անձնական ազատությունները այո բարձր մակարդակի վրա են, բայց տնտեսական ազատությունները բավականին ճնշված են եւ եվրոպացիները սկսում են գիտակցել, որ դա ոչ միշտ է, որ լավ է։ Իրանք ինչ որ շահեր են փորձում դրանով պաշտպանել, ինչ որ սոցիալական
ուղղվածություն են որոշ դեպքերում ունենում, որոշ դեպքերում անհատների շահերի պաշտպանության ուղղվածություն են ունենում, հա, օրինակ արհեստական բանականության ոլորտում, տվյալների ոլորտում եւ այլն, բայց արդյունքում իրանք, չգիտեմ, տեխնոլոգիապես հետ են ընկնում, իրանք տնտեսությունը ամերիկյան եւ չինական տնտեսության համեմատ դանդաղում է եւ այլն։ Մյուս հարցը, որը արդեն կուզենայի քննարկել հայկական կոնտեքստում, հա, դա Աշոտը անդրադարձավ արդեն թեթև, բայց նաև ես շեշտեմ, հա, որ այն ինչը, որ մենք անվանում ենք հայ, այսինքն մարդու այն տեսակը, որը մենք ինչ-որ ինքնության չափանիշներով, մեր ինքնագիտակցության չափանիշներով համարում ենք հայ, ինքը նույնպես ի բնե ազատ տեսակ է, այսինքն մեր ինքնությունը Հայկի Բելի ավանդույթից դատելով հիմնված է ազատության գաղափարի վրա, այսինքն մեր ինքնածագման տեսության մեջ երկու ինքնածագման տեսություն ունենք, իդեպ, մեկը Հայկը Բելի պատմությունն է, Խորենասը կողմից ավանդված, մյուսը մեր ազգային էպոսն է, մեր ժողովրդական հնդարիական, հնդեվրոպական ավանդույթի միջոցով փոխանցված, հա, էպոսը Սասնածռերը, ինքը հայկական էպոս է, բայց ինքը բնորոշ է ընդհանուր համակարգին էպոսների, հնդարիացիների կամ հնդեվրոպացիների, այդ էպոսում էլ մենք տեսնում ենք, որ ինքը հիմնված է այդ բանի ազատության, ազատատենչության եւ ազատությունը եւ պայքարը համակերպվելուն եւ ստրկանալուն, հակադրելու գաղափարի վրա, այսինքն այնտեղ սերանդափոխություններ են տեղի ունենում, կարմիր գծով անցնում ազատության գաղափարը, բայց կողքից խանգարողներ կան, քեռիներ, հորեղբայրներ, հոր կնիկներ եւ այլն, հա, անունները հիմա բոլորի չտամ, մանավանդ որ այդ անունները նաեւ փոփոխական են եղել ամեն դարաշրջանում ժողովուրդը մի բան ավելացրել, հա, այնտեղ գործող անձինք կան, որոնք կայսերի անուններից են փոխարած եւ այլն չխորանանք հիմա Բյուզանդիայի։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այս հայկական ավանդույթում այդ եռյակի մեջ, հա, ազատություն, եղբայրություն, հավասարություն, միանշանակ ազատությունը հաղթում է, այսինքն հայ տեսակի արժե համակարգում ազատությունը առաջին տեղում է։ Եթե հավասարությունը հասկանանք, նաև այդ ազատության մեջ հավասարություն ինքը վատ արժեք չի, այսինքն ուղղակի հավասարությանը կոնտեքստ է պետք տալ, եղբայրությունը նույնպես կապող այդ երկուսը իրար հետ կապող արժեքը, որտեղ եթե ազատ ազգային տեսանկյունից, հա, ոչ թե մարդկային, որտեղ եղբայրությունն է բերում կոնսոլիդացիայի, նաև ազգային, բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ այդ եռյակի մեջ շեշտադրվողը ամեն դեպքում հայ հասարակության մեջ ազատությունն է, եւ էպոսը եւ Հայկի Բելի ինքնածագման այդ պատմությունները, եթե մի կողմ ենք դնում, հա, եւ անցնում ենք ռեալ պատմությանը, մենք նույնպես տեսնում ենք ազատության ծայրահեղ դրսևորումներ այն աստիճանի, որ մեր ազատները, նախարարները, տեսնելով, որ կենտրոնացված իշխանությունը, թագավորը իր ֆունկցիաները չի կատարում, իրանք հավաքվում են ու ինքնալուծարում են թագավորությանը։ Համաշխարհային պատմության ֆենոմենը ես կարդացել եմ ոչ թե իմ գնահատականն է, այլ կարդացել եմ լուրջ գիտնականների գրքերում, որոնք խոսում են ազգերից, պետականությունից, ազգայնականությունից եւ այլն, իմ համար ճիշտն ասած միշտ գլուխ կոտրուկ ա եղել, բայց ոնց եղավ, որ այդ 428 թվականին հավաքվեցին ու տենց բան արեցին, միշտ բացասական տեսանկյունից ես նայում սկզբից եւ այլն տենց բաներին, բայց հետո երբ որ մի քիչ հասուն հայացքով ես փորձում նայես ոչ թե նորմատիվ հայացքով, այսինքն գնահատողական լավ էր թե վատ էր, հա, այլ փորձում ես հասկանալ ոնց է եղել, տեսնում ես, որ նախարարները ազատության հսկա բաժին են ունեցել, հսկա դեր են ունեցել թագավորության կյանքում, գահնամակում տեսնում ենք, որ թագավորից հետո Սիունի եւ Արծրունի իշխանները այդ հին ավանդական իշխանական տոհմերը թագավորի մակարդակի դեր են խաղում եւ թագավորի բացակայության պայմաններում ստանձնում են երկրի կառավարումը, տեսնում ենք, որ
աշխարհաժողով ունենք, որտեղ ամբողջ աշխարհը, այդ թվում բոլոր շերտերը հասարակական, ոնց որ Աշոտ ասեց, շինականներն էլ են ազատ եղել եւ որոշումներ կայացնելու իրավունք ունեցել, ազատ տեղաշարժի իրավունք ունեցել։ Բոլորը տեսնում ենք ոնց են այդ ազատության չափը այդ դարաշրջանի համատեղ սկսում ենք համեմատել, ասենք Հռոմի, չգիտեմ, Պարսկաստանի եւ այլն, տեսնում ենք, որ այն ժամանակվա լիբերալները կամ ազատ դեմոկրատները հայերն են եղել այն ժամանակվա աշխարհում, հա, ասենց ասեմ։ Ու այդ տեսանկյունից իմ համար անկեղծ ասած շատ ողորմելի փաստ եմ համարում, որ մեր մոտ համարվում է, որ չգիտեմ, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ եւ այլն, ինչ որ ձեռքբերովի արժեք է, այսինքն մենք դա պետքա փոխառենք Եվրոպայից, փոխառենք Ամերիկայից, որտեղ ընդեղ է դա ձևավորվել, մենք էլ ստեղ բաներն ենք, սպերկամիտներն ենք, ազիատներն ենք, պետք է իրանցից փոխառենք։ Եթե մենք նույնիսկ պատմության վերջին դարերի ընթացքում այդ արժեքները կորցրել ենք, միանշանակ է, որ մեր վերականգնման, ինքնավերականգնման, ինքնաներշնչման աղբյուրը պիտի լինեն մեր նախնիները եւ մեր նախնիների արժեքները, ոչ թե թեկուզ մեզ ազգակից, գաղափարակից եւ արժեքակից մեր օտար բարեկամները, ասենց ասեմ, այս բայի դերությամբ։ Այսինքն օտարից փոխառելու խնդիր մենք չունենք, այսինքն մենք հասկանում ենք, որ այո, ժամանակից աշխարհն էլ է բաժանվում ազատների եւ անազատների, կան ազատներ, բայց այդ ազատներից չէ, որ մենք պետքա փոխառենք, որտեվ եթե չասեմ մեզանից են այդ արժեքները փոխառվել եւ գնացել դեպի աշխարհի այլ ուղղություններ, որովհետեւ մի քիչ դժվար է, հա, դատել թե հույներին ազատության արժեքները ովքեր են փոխանցել, որտեղ ժամանակակից Եվրոպայում այդ արժեքները ձեռք են բերվել Հունաստանից եւ հունական փիլիսոփայությունից հիմնականում շատ ավելի հնում, եթե խորանանք, որպեսզի հասկանանք, թե հույները որտեղից են այդ արժեքները ձեռք բերել, մի քիչ պատմական վեճի մեջ կմտնենք, բայց փաստային է, որ մեր հասարակությանը անկախ այլ հիմիկվա Եվրոպայի հիմքը համարվող հասարակությունների ազատության արժեքները առաջնային տեղ են զբաղեցրել։ Հիմա մի փոքր փորձենք հասկանանք այս պատմական ակնարկից հետո իմ կարծիքով լավ, բա ինչի է այդ ազատությունը պետք է, ինչա դա տալիս, հա, որ մեր նախնիներն էլ այդպեսին են եղել, որտեղ շատ քիչ է ասել, թե այդպեսին են եղել եւ վերջ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված։ Իդեպ աշխարհագրությունը շատ է ազդում այդ ազատության ընկալման գաղափարի վրա, որովհետեւ երբ որ դու ապրում ես խիստ կտրտված ռելիեֆի պայմաններում, որպեսզի հայոց լեռնաշխարհն է եղել իր կտրտված նահանգային աշխարհագրական տրամաբանություններով եւ գավառային աշխարհագրական տրամաբանություններով եւ գավառակային, հա, դու տեսնում ես, որ նույնիսկ ժամանակակից տրանսպորտային փոխադրամիջոցների տեխնիկայի զարգացման պայմաններում մեկը կոմունիկացիան, չգիտեմ, Շիրակի հետ 120 կիլոմետրի վրա դա մի պատմություն է, որ հարաբերականորեն հարթավայրային պայմաններում ես այդ 100 կիլոմետրը հաղթահարում, բայց երբ որ փորձում ես Սիսիանից անցնես Մեղրին, նույն մոտավորապես 120 կիլոմետրը, շատ ավելի երկարատևում, շատ ավելի բարդ։ Ժամանակակից կոմունիկացիայի պայմաններում հնում դա առավել ևս դժվարացնում էր մարդկանց միջև կոմունիկացիան եւ կոմունիկացիան ենթադրում է նաեւ իշխանություն, այսինքն իշխանություն մի ձորը մյուսի նկատմամբ դժվարությամբ էր հաստատում։ Դրանից գալիս էր ներքին ազատությունը, հա, ներքին ինքնավարությունը ամեն մի ձորի, ձորակի, դրանից գալիս էր, որ ամեն գյուղ, որը գտնվում էր ինչ-որ ձորակում, ինքը նվաճված, ճնշված չէր զգում, որովհետև այդ իր չափաբաժինը ազատության միշտ զգում էր, որ ինքը ունի այդ ազատությունը։ Դա հարաբերական եմ ասում, նես չէ որ ամեն ձորակ բացարձակ սուվերեն իրավունքներ ուներ, բայց ոչ իշխանն էր կարում այդ ձորակի իշխանիկի վրա այդքան ուժ բանացներ, ոնց որ դա կբանացներ հարթավայրային հասարակությունում, հա, ոչ էլ թագավորը կարում էր այդ
տարածքի այդ գավառի իշխանի կամ այդ նահանգի իշխանի վրա կամ նախարարի վրա այդ իշխանությունը բանացներ եւ դրանից ձևավորվում էր մի համակարգ, որ ինքը կոնսենսուսային էր, դեմոկրատական էր, ժողովրդավարական էր, բոլոր իշխանները ըստ իրանց ներկայացրած ռազմական ուժի եւ տնտեսական ուժի երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք էին ստանում։ Նույնը օրինակ էլի աշխարհագրությունն ազդել հին Հունաստանի վրա, հա, այսինքն այնտեղ էլ կղզիներն են, կտրտված ռելիեֆ էլի կղզիների եւ թերակղզիների արդյունքում այնտեղ քաղաք-պետություններ էին ամեն կղզու թերակղզու վրա ձևավորում, որոնք իրարից անկախ էին, իրար հետ պատերազմում էին։ Մենք ասում ենք հին Հունաստան, իրենք այդպես բան չէին հասկանում, իրենք գիտեին Աթենք, Սպարտա, Թեբե եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ազատատենչ հասարակությունները հետո իրանց արժե համակարգը տարածել են Եվրոպայում, ստեղծել են նաև կրոններ, հիմա կարանք երկար վիճեն քրիստոնեությունը ինչ կրոն է իր բնույթով, մի մասը կարան ասեն սեմական է, բայց իրական քրիստոնեությունն էլ հիմնված է ազատական արժեքների վրա եւ դա հիմնականում դրա արդյունքում է, որ վաղ քրիստոնեությունը տարածվել է հունական միջավայրում։ Հիմա լավ հասկանանք ինչի է պետք, ժամանակակից արդեն գրողների անցնենք, հա, իմ կարդացած մեր առաջինը որ մտքովս անցնում է մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն, որը հեղինակել է երկու գիրք, հիմնականում տարածված եւ հայտնի, մեկ կոչվում է Why Nations Fail, ինչ են ազգերը ցախողում, հա, կամ վարի գնում, լավ sense ասենք։ Եվ երկրորդ գիրքը կոչվում է Narrow Corridor of Liberty, այսինքն ազատության նեղ միջանցքը։ Այդ նեղ միջանցքը ասոցիացիա առաջացնում ավետարանական այդ ասույթի հետ Հիսուս Քրիստոսին վերաբերող, որ ասում է նեղ դռնով անցնողներն են երկնքի արքայության արժանանալու, հա, դժվարություններով անցնողները, ոնց որ առակեր, եթե չեմ սխալվում, հա, այսինքն ստեղ այդ համեմատությունն է գնում եւ երկու գիրքն էլ բացառապես հիմնված են պատմական օրինակների վրա եւ շատ համոզիչ են այդ առումը, որովհետեւ օրինակները սկսում են բերվել վաղ հասարակություններից, մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից սկսած եւ բերում են մինչեւ ժամանակակից աշխարհ։ Երկու գրքում էլ շատ հստակ շատ համոզիչ ապացույցներով Աճեմօղլուն ցույց է տալիս, որ այն հասարակությունները, որոնք ազատությունը տալիս են այն իմաստը, որը փորձեց հիմնավորել Աշոտը, այսինքն ազատ տնտեսական կյանքին բոլորը մասնակցում են, քաղաքական որոշումների ընդունմանը բոլորը մասնակցելու իրավունք ունեն։ Ի վերջո, հա, ինչ որ ունենք վերնախավեր եւ այլն անխուսափելի է դա, բնական անհավասարությունը եւ այլն, բայց մասնակցելու հնարավորությունը տնտեսական կյանքին տնտես վարելու ազատություն եւ քաղաքական կյանքին մասնակցելու տեսնում ենք, որ այն երկրները, որոնք կարողանում են պահեն, իրանք երկար են գոյություններ ունեն, երկար են իրանց սուվերեն գոյությունը պահպանում եւ ուժեղ են լինում եւ հակառակային հասարակությունները, որոնք դա ճնշում են, հակարան ժամանակավոր կայսրություններ ստեղծեն, բայց դրանք շատ արագ կործանվում, անկում են ապրում պատմական կտրվածքով 300-200 տարվա ընթացքում։ Ու իմ համար այդ գրքերում շատ օրինակելի էր բանի Վենետիկի օրինակը, ուրեմն Վենետիկը համաշխարհային ծովային տերություն էր մինչև 15-րդ դար, քանի որ աշխարհի ամենաժողովրդավարական եւ ազատ հասարակությունն էր, 15-րդ դարից հետո իրանց մոտ սկսում է ավտոկրատիա, հա, այսինքն ժողովրդավարական ինստիտուտները ճնշվում են, տնտեսական ազատությունը ճնշվում է եւ Վենետիկը շատ արագ 100 տարվա ընթացքում վերածվում է սկզբից 8-րդական պետության, իսկ հետո կլանվում է այլ պետությունների, Ավստրիայի մասնավորապես կողմից։ Այս գաղափարները ինձ շատ հոգեհարազատ էին, բայց իրանք հիմնականում վերաբերում էին տնտեսական եւ
քաղաքական ոլորտին, իսկ ես վերջերս կարդացի նույն ոճով գրած գիրք, նույնպիսի փաստարկներով եւ բազմաթիվ ապացույցներով, որոնք հիմնավորում էին, որ նույն հասարակությունները նաեւ ռազմական հաղթանակների եւ ռազմական նվաճումների առաջատարներն են։ Այսինքն այն հասարակությունները, որտեղ կա ազատություն տնտեսական, ստեղծագործ ամենակարևորը ազատություն, նաև այդ երկրները ռազմական հաջողություններ են ունենում իրանցից անհամեմատ ավելի թվաքանակներով ուժեղ հասարակությունների դեմ եւ բազմաթիվ էլի օրինակները բերվում, սկսած կրկնում եմ էլի հին Հունաստանից, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանից, Աքեմենյան Պարսկաստանի դեմ պայքարի ժամանակներից, այսինքն մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից եւ վերջացրած ժամանակակից 20-րդ դարի ճակատամարտերով։ Այսինքն իմ համար առնվազն միանշանակ է, որ ազատական այն իմաստով, որը փորձեց հիմնավորել Աշոտը, հա, իրական ազատական գաղափարների վրա հիմնված հասարակությունները, ոչ թե ասենք ազատականա, որտեղ հա, չգիտեմ, մարդ ասենք բանի իրավունք ունի մազերը կապույտ գույնի ներկելու եւ պարադի դուրս գալու իրավունք ունի, հա, այսինքն այդ տրիվիալ բաներ են, sense տենենց, հա, օքեյ, կարա ունենա մարդ։ Բայց օրինակ ճնշող հասարակություն կարա լինի, թույլ տա օրինակներ ունենք, կապույտ կանաչ մազերը թույլ տա, բայց հիմնարար ազատությունները ճնշի մեր հյուսիսային հարևանը, տեսնում ենք այդ վիճակն է, այնտեղ կապույտ մազերը բոլորը կարող են պատտվեն կանաչ, բայց իրականում ազատությունները ճնշվում են։ Այդ իմաստով, այսինքն իրական ազատության վրա հիմնված, ազատական արժեքների վրա հիմնված հասարակությունն է, որը ունի ներքին ազատություն, այսինքն այդ հասարակության մեջ մարդիկ ազատ են, ու այդ ազատ մարդիկ է, որ այդ ազատության գիտակցմամբ եւ ազատության կորստի հնարավորության գիտակցմամբ իրանց երկիրը նույնպես պատկերացնում են միայն ազատ։ Մեր համար կարող է մի քիչ փուչ հնչի, բայց եթե մեր օրհներգի առաջին տունն ենք նայում, հա, ձևափոխված իհարկե 20-րդ դարի առաջի կեսի համեմատ, օրհներգը ասում է ազատ անկախ Հայաստան, ասենց մենք ոչ մեկ իրան մի հատ հարց չի տալի, բայց լավ ինչա նշանակում ազատ եւ ինչա նշանակում անկախ։ Լավ անկախը ինչ որ միջազգային իրավունքի բան է հասկացություններով, կոնցեպտներով կարանք հիմնավորենք, հա, ֆորմալ ինչա նշանակում անկախ սուվերեն երկիր միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց ազատ երկիր, հա, ազատ անկախ Հայաստան, ոչ մեկ իրան այդ հարցը չի տալիս, բայց ի՞նչն է ազատ։ Դրա ներքինն է ազատ, արտաքինից է ազատ, իրական փոխկապակցված բաներ են։ Դե դու ներքին ազատություն ես ապահովում, քո հասարակությունը ազատ է իր տնտեսական եւ քաղաքական դրսեւորումներով, ինքը անխուսափելիորեն այդ երկիրը պետք է արտաքին ազատություն ունենա եւ արտաքինում ունենա ազատի կարգավիճակ, որից բխում է ֆորմալ անկախությունը, այսինքն այդ ազատը բովանդակությունն է, անկախը ձևն է։ Նույնպես պատահական չի, որ մեր ազգային ազատագրական շարժումը փաստացի սկսում է Նալբանդյանից, իսկ Նալբանդյանը հայտնի է իր հայտնի բանաստեղծությամբ, ազատություն կոչվող, հա, այսինքն այդ բանաստեղծության մեջ իմ մեջ բերած կենսաբանական հիմքն ենք տեսնում, մարդու ազատության կենսաբանական հիմքը, որտեղ ծնված օրվանից այդ երեխեն այդ ազատ հիմքը չի գիտակցում ոչ մի բան, հա, որ ասում եւ ոնց ասում եւ իմ չէ, թոթով լեզվից կապերը մի ինչ հարցակվեցան, բացվեցան, միշտ ծնողքս իմ ձայնից խնդացին ու բերկրեցան, առաջի ձայն, որ արձակեցա, չէր հայր, չէր մայր, չէր այլ ինչ, ազատություն դուրս թռավ իմ մանկական բերան։ Այսինքն ասում եմ, հլա խոսալ չգիտեմ, բայց առաջի բառը այդ եմ ասում, ինքը հենց այդ մարդու ազատության այդ կենսաբանական հիմքն է շեշտում, հետո անցնում է այդ կենսաբանական հիմքը ճնշելու
կարգերի դեմ պայքարով, հա, եւ ի վերջո ասում եմ, որ ինքնորոշվում է որպես ազատ մարդ, հա, Նալբանդյանը վերջի տան մեջ ասում է կախաղան էլ հանեն, ասում է ես պիտի ազատություն գոռամ։ Ինքնորոշման ամենաբարձր դրսևորումը դա է, եթե մարդիկ ինքնորոշում բառնել են, հա, մի տեսակ այդպես абստրակտ գաղափար որպես ընկալում, բայց ինքնորոշումը շատ հստակ չափանիշ ունի եւ ազգային ինքնորոշումը եւ անհատական ինքնորոշումը, ասում ես ես այսպիսինն եմ, սա իմ ինքնությունն է եւ ես պատրաստ եմ ապրել, կյանքս կապել մենակ այս ինքնության հետ։ Այսինքն եթե գալիս են քեզ ճնշում են, վրան ճնշում են գործադրում պետություն, այլ պետություններ կամ այլ անհատներ փոխել քո ինքնությունը, ու ասում ես չէ, ես գերադասում եմ չապրել, քան իմ ինքնությունը փոխել։ Այսինքն դա է ինքնորոշումը մեծ հաշվով, հա։ Եթե ասում ենք ազգը ինքնորոշվեց, այդ ազգը ասում է մի րոպե, ես սուվերենությունից բացի այս տարածքի բնակչությունը ուրիշ ձև չի ուզում ապրի։ Հա, այսինքն որ ուրիշը գա ստեղ իշխանությունը իրականացնի, այդ մարդիկ կնախընտրեն արտագաղթեն կամ մահանան, իրականում մահանան, հա, պայքարեն, հա, քան ու այդ ակտով, հա, նոր քեզ սկսում են ճանաչել որպես ազգ ինքնորոշված եւ սկսում են քո հետ հաշվի նստել։ Մի անձի ազատության գաղափարն էլ աստեղ, եթե անձը դրսևորում է իր ազատությունը, ինքը ինքնորոշվում է որպես ազատ անհատ եւ դրա վրա հիմնվում է արդեն ամբողջությունը այդ ազատ անհատների ինքնորոշված դրա արդյունքում նաև որպես ազատ երկիր ու անկախ ինքնորոշվում է նաև ազգ։ Պատահական չի, որ Նալբանդյանից, այսինքն մեր ազատագրական շարժումը, եթե համարենք, որ սկսել է ծիլեր տալ 19-րդ դարի կեսերին, Նալբանդյանից է սկսվել եւ այդ ազատության գաղափարն է եղել։ Ասածից էլ բխում է ազատության մյուս ամենակարևոր հատկանիշներից մեկը ազատությունը մարդկային հասարակությունում որքան ի բնե տրված բան է, այնքան էլ սոցիալական հանգամանքներով, իշխանական քաղաքական հանգամանքներով պայմանավորված մի բան է, որի համար պետք է անընդհատ պայքարել։ Նույնպես թե արտաքին աշխարհում պետությունների ազատության մասին է խոսք գնում, բայց նաև մեր անհատական մակարդակի վրա։ Մի քանի օր առաջ մեր ընկերներից մեկի ծանոթը թե բարեկամը սրճարան ունի, սրճարանի դռան վրա այլ Հայաստանն է նկարել, վրան կողքը ինչ որ փիսոներ։ Ինքը ներսի բան է, ներսի պատ է։ Այսինքն դռան ներսի մասն է, այդ դուռը բարբերաբար բացվում է, քանի որ կաֆեի բան է։ Մի հատ ինչ որ գիշխելար հայտարարել է, որ դա պատմամշակութային արժեքի բան է, աղավաղում է, այդ փիսոին այդ մայր Հայաստանի վրա տեղադրել է կամ տակը, մեր 3-4 հատ փիսո են, երկուսը մայր Հայաստանի այդ պատվանդանի վրա են, երկուսը ներքևը, հա։ Ու չոր պետական մարմինների ախառն է։ Արի ուտես, որ մեր մոտ տենց բան հնարավոր է, որ ասենք Խելար Կլաուզնիկի, ասենք բանի վրա, ինչ որ նու այն պատմությունն եմ պատմում, որը ես գիտեմ, սենց ասում, կարող է մանրամասները այլ կերպ լինեն, այն ինչ որ ես գիտեմ, հա։ Այսինքն լրիվ անհետ այդ պահանջ նախ ոչ մի մշակութային հուշարձանի աղավաղում չի, որտեղ մշակութային արձանը լրիվ ուրիշ տեղ է դրած, երկրորդը ոչ մի պետական սիմվոլի բան չի, ստորացում կամ նվաստացում չի, որովհետև մայր Հայաստանը պետական սիմվոլ չի, ոչ դրոշա, ոչ զինանշան է եւ այլն, հուշարձան է։ Բայց նաեւ փիսոները ոչ մի ձևով չեն վատ բանի նշան չեն, հա, այսինքն վատ կոնտեքստ չեն։ Այսինքն ոչ մի առումով դա ոչ մի բանի, ոչ մի արժեքի կամ արժե համակարգի, բան չի, ուղղակի ինչ որ մեկի կարծիքով
մեկին դուր չի եկել դա, ինքը գնացել է ասել է ու ինչ որ իբր պետական համակարգը պետք է դրան արձագանքի։ Հիմա չգիտեմ կարող է իրականում չի արձագանքում, որտեղ մանրամասներին տեղյակ չեմ, բայց ըստ բանի, ըստ եղած ինֆորմացիայի, ասենց ասեմ։ Հիմա այդ պարագայում եթե մենք իրական ոչ մի իրավունք չի խախտվել, ու դա այդ մարդու ազատության դրսևորումն է, այդ բանը անելը, հա, իր սեփականությունը տնօրինելը մեծ հաշվով հիմնարար իրավունք է սեփականության իրավունքը, էլի մարդուն բնորոշ, այսինքն առանց ինչ որ արտաքին աշխարհի իրերի մարդը մարդ չէ, որտեղ մարդը նրանով է մարդ, որը տիրապետում է ինչ որ գործիքների, ինչ որ իրերի եւ այլն, նաեւ մարդուն բնորոշ է այդ իմաստով, ինչ կուզի կանի իր դռան հետ, հա, եթե հանկարծ ինչ որ պետական մարմին նույնիսկ այդ տրիվիալ հարցով սկսի միջամտել, տուգան գրի, փորձի արգելի եւ այլն, անձը ազատությունը ունի, բայց իրան դրթելու են, որ ինքը պայքարի այդ ազատության համար։ Այսինքն ի վերուստ տրված բան չի, դի գա ինչ որ մեկը ուզենա սահմանափակի եւ մարդը ստիպված է, այո, անընդհատ պայքարի մեջ լինել, մեր նման իրավունքի գերակայություն չունեցող երկրներու համար դա ավելի ակնհայտ է, բայց նես չի որ չգիտեմ Շվեյցարիայում կամ Միացյալ Նահանգներում, որոնք աշխարհի ամենաազատ երկրներն են, մարդիկ իրենց ազատության համար չեն պայքարում կամ մարդկանց ազատությունները չեն սահմանափակվում կամ անհարկի միջոցներ չի լինում եւ այլն, այսինքն ազատությունը ենթադրում է անընդհատ պայքար։ Հիմա արտաքին աշխարհին անդրադառնանք, հա, մեր բաներին թվում է մեր հասարակության այս չակերտավոր կրթված խավը ասեմ, չակերտավոր եմ ասում, որտեղ անգլերեն լավ բառ կա educated fool, այսինքն կրթված հիմար։ Հա, խոսքս դրանց մասին է հիմնականում, հա, կրթված հիմարների, սրանք պատկերացնում են, որ այդ բանը արժեքները, հա, որ կան եվրոպական մարդու իրավունքներ եւ այլն, դա sense բաներ են, սիրուն հեքիաթներ են, ու Եվրոպան այնքան բարի է ու այնքան հզոր է, որ եկել է այդ ամեն ինչը մեզ նվիրել է եւ պաշտպանելու է մեր համար։ Այսինքն երբ որ մարդուն ասես, գիտես ինչ կողքի հարևանը, որը հայտնի է իր մեղմ ասած ոչ ազատական հասարակարգով եւ այլն, հեսա գալու է քո երկիրը գրավի եւ հաստատի այն կարգերը, որոնք իր երկրում են, ազատությունները ճնշի եւ այլն, իսկ մեր մոտ ինչն է շատ այդ հարևաններից, հա, շատ են մեր շուրջը դրանք, հա։ Եթե մեկին ասես, որ հա, պետք է գնաս պայքարես այդ ազատության համար, ապշած կնայր դասի խոտու չես գժվե, ես ոնց կարամ պայքարեմ, ես թույլ եմ եւ այլն, բայց ինքը իբր այդ արժեքների մանն է, ջատագովն է, շատ հետաքրքիր ֆենոմեն է, այսինքն մարդիկ չեն հասկանում, որ այդ ազատությունը ի վերուստ տրված չի, որ մեկը քեզ չի եկել եվրոպացին, դա քեզ նվեր տվե։ Ինչի նվեր չի տվե, որտեվ եվրոպացին արուն է թափել դրա համար։ 200 տարի արուն են մարդիկ թափել, որ այդ ազատությունները ձեռք բերեն, թե իրանց ներքին պայքարներում հեղափոխություններ եւ այլն, բոլոր երկրներում իրավունքները հեղափոխություններով, այսինքն արունով են նվաճվել, եւ թե արտաքին պայքարի արդյունքում, այսինքն այդ արժեքները չկրող հարևանը իրանց ուզեցել է պարտադրի իրանց արժեքները, իրանք դրա դեմ են պայքարել։ Այսինքն արունով եւ քրտինքով, զոհողություններով, լավ sense ասեմ, ամեն պատերազմ, ամեն հեղափոխություն բանի ազգի տնտեսական զարգացումը եւ դեմոգրաֆիան տարիներով, դարերով հետաքրքրում, այսինքն իրենք այդ զոհություններով այդ արժեքներին հասել են, հիմա պետք է գան քեզի նվեր տան, դու էլ ոչ մի բան չանես դրանք պահպանելու, այդպես չի լինում։ Ազատությունը թե ներքին թե արտաքին պաշտպանվում է պայքարով, չասենք արուն, չասենք քրտինք, Չերչիլի տերմինները թողնենք մի կողմ, որ իր ազգին խոստանում էր արուն ու քրտինք պատերազմի ժամանակ, լոլոներ չէր կարդում ոմանց նման, բայց միանշանակ ազատության հասնում են պայքարով եւ դիմադրությամբ կարևոր է, այսինքն պայքարը ազատությունը ընդլայնելու պաշտպանելն է, դիմադրելն է, նույն դրսևորումների մի քիչ ավելի այն տարբերակն է, երբ որ քո դեմ շատ ավելի մեծ ուժ է։
Հիմա շատ կարճ ազատություն եւ իրավունք հարաբերակցության մասին իրավունքը ազատությունը ձևակերպելու միջոց է, այսինքն ազատության չափաբաժինը հասարակության մեջ որոշվում է իրավունքով, այսինքն իրավունք եւ ազատություն փոխադարձ, ասենց ասեմ, փոխարինելի տերմինաբանություն է։ Չխառնել օրենքի հետ, որ օրենքը դա պետության են ֆորմալ ակտն է, տեքստն է, որը պետությունը ասում այս տեքստով եմ ես փորձում իրավունքը սահմանեմ, հա, բայց հենց իրավունքը իր էության մեջ ազատության չափ որոշելու գործիք է։ Եվ պատահական չէ, որ մենք ասում ենք մարդու հիմնարար իրավունքներ եւ ազատություններ, այսինքն դրանք հիմնականում sense իրար փոխարինող տերմիններ են, իրար տարբեր դրսևորումներ են, ազատությունը մի քիչ ներքին բովանդակային, իրավունքը մի քիչ ֆորմալ պաշտպանելու տեսանկյունից ավելի հարմար, որտեղ տեքստով է դրսևորում եւ այլն եւ այլն։ Մի քանի օրինակ էլ երևի սահմանադրությունից բերեմ, որպեսզի նաև հասկանանք ինչի են այդ իրավունքները հիմնարար, հա, կամ ինչի են դրանք, ասենց ասեմ, մարդուն կենսաբանորեն տրված, պայմանավորված մարդու էությամբ, կյանքի իրավունքը դե չենք վիճարկում, չենք քննարկում, ավելի ճիշտ, մենք հիմնարար իրավունք արժանապատվություն մարդու, հա, այսինքն ինչ է արժանապատվությունը հիմնարար ազատություն կամ իրավունք, նրա համար, որովհետև եթե մարդու արժանապատվությունը ստորացվում է կամ ոտնահարվում է, ինքը կենսաբանորեն թերի էակ է դառնում, իր մոտ, չգիտեմ, սկսվում է ստրեսի հորմոններ արտադրվել եւ այլն, ինքը իր ազատությունները չի կարող դրսևորել, այսինքն ինքը իր մարդկային մյուս դրսևորումները սահմանափակվում այն մարդու, որի արժանապատվությունը ստորացված է եւ այլն, դրա համար կա արժանապատվության հիմնարար ազատություն իրավունք։ Ազատ տեղաշարժ, դա արդեն ասեցի, հա, մարդ հենց այդ իր ձևավորման ժամանակ, երբ որ երկու ոտի վրա է կանգնում, իր համար այդ ազատ տեղաշարժը, այդ միգրացիան դառնում է էական բան, ինքը մարդու էության մեջ է մտնում, մինչև հիմա գիտնականները, ասենք այդ բժիշկ, կենսաբան եւ այլն, վերջի այդ հետազոտությունները եւ այլն, ինչ են ասում են, որ այդ ֆիզիկական ակտիվությունը, չգիտեմ, ջիմ գնալը, այս կոմենկոմ, դա առողջության համար կարող է վնասել լինի, բայց մարդու այն ֆիզիկական ակտիվությունը, որը միանշանակ մարդուն բնորոշ է, ի բնե իր գեներով, դա քայլելն է, երկար քայլել։ Այսինքն այդ տրամաբանությունից էլ այդ ազատ տեղաշարժն է բխում, այսինքն եթե մարդուն բանի մեջ, տարածքի մեջ սահմանափակում ես իր այդ տեղաշարժվելու ունակությունը, եւ մոտ էլ սկսում են պրոցեսներ, որոնք իր բոլոր դրսևորումները ճնշում են, պատահական չէ, որ պատիժ ունենք, որը կոչվում է ազատության սահմանափակում։ Բացի իր պրևենտիվ նշանակությունից, այսինքն չթողել, որ անձը կատարի նորից հանցագործություն, ինքը նաև ունի պատժիչ նշանակություն, հա, պունիտիվ նշանակություն, իր պատժիչ նշանակությունը դա է մարդուն այդ հիմնարար իրավունքից իր տեղաշարժի ազատությունից զրկում են, ինքը դառնում է ոնց որ իր հնարավորություններում սահմանափակ մարդկային։ Խոսքի ազատություն, հա, որը ճիշտ է համարվում է քաղաքական ազատությունների շարքին է դասվում, sense ակադեմիական շրջանակներում, բայց ես իրան համարում եմ մարդու հիմնարար իրավունք ազատություն, որովհետև մարդը կոմունիկացիան եւ կոմունիկացիա ստանալը էական բաներ են, որ ասենք մարդուն մարդ են սարքում, տարբերում են այլ կենդանիներից, լիքը բան ունենք այլ կենդանիների հետ ընդհանուր է մեր մոտ, բայց հենց խոսքն է, մարդկային լեզուն է, որ ընդ որում անկախ չգիտեմ ինչ որ Աֆրիկայում ցեղա, թե սուպեր քաղաքակիրթ հանրություն է, բոլորի մոտ լեզվական այդ օրինաչափությունները, խոսքի օրինաչափությունների, ինֆորմացիայի օրինաչափությունները նույնն են, եւ եթե խոսքի ազատությունը սահմանափակվում է, մարդը մարդ չի, հա, դրա համար այդ լա հիմնարար։ Հավաքվելու ազատությունը էլի քաղաքական է համարվում, հա։ Հիմա բայց եթե համարես, որ 2-3 հոգի չեն կարա հավաքվեն իրար գլուխ եւ ինչ որ գաղափարներ քննարկեն, էլի հասարակությունը մարդկային չի կնա։ Մյուս բոլոր իրավունքների շարքերով էլի կարող ենք անցնենք, բայց եթե այսքան օրինակները հերիք են, շնորհակալություն։